Բարև ձեզ հարգելի ընկերներ, հարգելի պացիենտներ, հիվանդներ, հիվանդների հարազատներ, ուրեմն սրանից մի երկու շաբաթ առաջ արդեն խոսել էի արհեստական բանականության, մասնավորապես ChatGPT-ով բժշկական կոնսուլտացիաների մասին եւ պացիենտներին ու բժիշկներին խորհուրդ էի տվել, որպեսզի հաճախակի օգտագործեն ուրեմն այս հրաշալի գործիքը։ Այսօր արդեն կարող եմ ասել, որ մեր կլինիկայում գրեթե յուրաքանչյուր կոնսուլտացիա իրականացնում ենք արհեստական բանականությամբ ChatGPT-ի հետ միասին։ Այսինքն ինչա տեղի ունենում։ Պացիենտը գալիս է, իր գանգատները, խնդիրները բնութագրում ենք, ինչ որ աշխատանքային թերթիկի վրա լրացնում ենք, այդ ամեն ինչը տալիս եմ ChatGPT-ին, ցույց տամ նաև։ Ահա, ասենք գալիս է պացիենտը, այստեղ անազգանուններ են, որոնք չի կարելի որ դուք տեսնեք, բայց մի ինչ որ հիմա մի օրինակով ցույց կտամ, ոնց ենք դա անում, նայեք, ստեղ գրեմ, մեկ էլ ստեղ գրեմ օրինակ, որ պացիենտը երիտասարդ տղա է, ու տեսնենք ինչա ասում, նայեք, պացիենտը գանգատում է արդեն 2 ամիս առկա, սրտխառնոցներից, էպիգաստրալ այրոցներից, վքնածությունից, վատ ախորժակից, նոպայական քրտնարտադրությունից, երբեմն լինող լուծերից, նաև արյունային կղանքում արյան հետքերից։ 3 տարի առաջ կոլոնոսկոպիան տեսել է, ասել է էրոզիաներ, գլխացավեր, ԶՃ բարձրացումներ, մի խոսքով, տենց։ Քաշի ինդեքսը 35։ Հիմա տեսեք ինչա ասում արհեստական բանականությունը։ Հնարավոր պատճառների տրամաբանական ցանկ, քրոնիկական գաստրիտ, քրոնիկ էնտերոկոլիտ, բորբոքային աղիներ, կրոն, նեոպլաստիկ սրապրոցես բացառելու կարիք կա արյան հետ կապված աղիքում, ախորժակի քաշի չափավոր կորստի, ինսուլինոռեզիստենտ մետաբոլիկ համախտանիշ, ֆունկցիոնալ հիվանդություններ եւ այլն։ Այս ամբողջ ուրեմն այս ամբողջ կոնսուլտացիայի մեջ ինչ դեր հետաքրքիր, հիմնականում ինչ որ արհեստական բանականությունը տալիս է, կարելի ասել է դա ես գիտեմ, ես այդպես էլ գիտեմ, այսպես ասած։ Բայց ինձ դուր էր գալիս, դուր եկավ եմ, որ ինքը հատկապես ինսուլինոռեզիստանտության վրա առանձնակի ուշադրություն դարձրեց, եւ ես այդքան էլ այդ կողմի վրա չէի գնա, առաջի փուլով գոնե այդպես չէի աշխատի դեպի էնդոկրինոլոգիա, բայց կոպիտ ասած ինքը միևնույն ժամանակ էնդոկրինոլոգի կոնսուլտացիան էլ արեց, տվեց։ Եվ այդ էնդոկրինոլոգի կոնսուլտացիայի արդյունքները նախնական հետազոտությունների մեջ ես նշեցի եւ հիմա երկրորդ այցին, երբ որ արդեն տվյալները կլինեն, եթե իրոք բացահայտվի այնտեղ լուրջ խնդիր, կգնա էնդոկրինոլոգի կոնսուլտացիա, եթե չբացահայտվի ավելի լավ։ Ահա, այս էլ ընդհանուր այսենց տարբերակի ճախտնայեք ինչա տալիս, խորհուրդ տրվող հետազոտություններ լաբորատորիայում արյան ընդհանուր քննություն, CRP կալպրոտեկտին, ֆերիցին, հելիկոբակտեր, մի խոսքով, գաստրոենտերոլոգիական ինչ ստուգումներ կան, ինչեր է տալի, այլ ինչ ստուգումներ է առաջարկում, տարբերակի ճախտորոշումը, նայեք, ինչ լավ սխեմայով տալիս է։ Այրոց, սրտխառնոց, ախորժակի կորուստ, կողմ, այսինքն հոգուտ այս դիագնոզի, գաստրիտի եւ դեմ այս դիագնոզի։ Այսինքն գաստրիտը հիմնվելով այն բաների վրա կա այրոց, սրտխառնոց, ախորժակի կորուստ, բայց գաստրիտի հետ կապ չունի արյունը կղանքում։ Կոլիտին բնորոշ է արյուն կղանքում լուծ ախորժակի կորուստ։ Քաշի կորուստ չնշվեց, բայց կարող է։ Վեգետատիվ խանգարում, քրտնարտադրություն, բազմազան գանգատներ, օրգանական պատճառները, բայց հնարավոր են։ Ստամոքսաղիքային նորագոյացություն, սահմանափակ ախտանիշների հիման վրա հնարավոր է, եթե համառ են։ Անհրաժեշտ է բացառել կոլոնոսկոպիայով։ Սկզբնական դեղորայքային մինչև վերջնական ախտորոշումը, պանտոպրազոլ, սիմեցիկոն ես չեմ սիրում, քիչ եմ նշանակում, հազվադեպ,
Հնարավոր է հելիկոբակտեր պիլորի տեստավորում, էրադիկացիա, պրոբիոտիկներ։ Այնպես չի, որ այս ասածները ասենց հալած ջուղի պես ընդունում են, բայց համենայն դեպս սա օգնում է աշխատել։ Ես այս կամայական մի բան տվեցի ու այստեղ այսպես բոլոր պացիենտներին ուրեմն արհեստական բանականության հետ համատեղ կոնսուլտացիան իրականացնում ենք։ Ուրեմն այն, որ արհեստական բանականությունը հարց է լուծում, դե ամբողջ աշխարհում արդեն դրա մասին գիտեն, գնալով ակտիվանում են։ Այս վերջերս ես Blood Cells լաբորատորիայի շենքում է տեղակայված մեր կլինիկան, այսպես ասած։ Blood Cells-ը ինքը սկսել էր արհեստական բանականությամբ, արդեն հատուկ ծրագիր էին գրել։ Իրենք իրենց լաբորատոր տվյալները, նաև կոնսուլտացիա, արհեստական բանականությունը լաբորատոր արդյունքների հետ կապված նախնական կոնսուլտացիա է տալիս պացիենտին ավելի պատկերավոր, ավելի հասկանալի լինելու համար։ Եվ այդ միտքը, ճիշտն ասած, հենց այդտեղից եկավ, որ եթե կարելի է լաբորատոր հետազոտությունների համար օգտագործել, ինչու չի կարելի կոնսուլտացիան վարել առհասարակ արհեստական բանականությամբ։ Այդ իսկ պատճառով հիմա արդեն պացիենտների հետ համատեղ փորձարկումը արել էին, կարելի է այս էլ համարել ինչ-որ փորձնական շրջան, բայց պացիենտների հետ համատեղ գրեթե բոլոր ուրեմն կոնսուլտացիաները անցնում է արհեստական բանականության հետ միասին։ Դա ահագին հեշտացնում է գործը, ասեցի, որովհետև օրինակ այս դեպքում մի թեթև ձեռքի հետ ինքը նաև էնդոկրինոլոգի կոնսուլտացիա է տալիս, բայց հեշտացնում է գործը նաև այն առումով, որ այստեղ շատ հարցեր եմ տալիս օրինակ դեղերի հետ կապված, հատկապես անպետք դեղեր են լինում պացիենտներին նշանակված, որ կոնսուլտացիայի ժամանակ պացիենտ ասում է օրինակ, ինձ բժիշկը այսպիսի նշանակում է արել, ինչ խորհուրդ կտաք, ճիշտ է արել, թե սխալ, ես մի անգամից արհեստական բանականությանը դիմում եմ եւ եթե կան օրինակ անպետք դեղեր, որոնք հետխորհրդային հետսովետական տարածքում շատ են օգտագործվում, բայց ապացուցողական բժշկության կողմից հիմնավոր չեն, արհեստական բանականությունը այդ հարցին պատասխանում է, դու երկար քո հեղինակությանը հղում անելով պացիենտին չես ապացուցում, որ դա պետք չի օրինակ կամ այդքան էլ նպատակահարմար չի։ Հասկանում եմ խնդրեմը ինչու՞մ է, եթե մի քանի խնդիրներ զուգահեռ են գնում, ապա արհեստական բանականությունը վատ խորհրդատու է, անփորձ կամ թույլ մասնագետի համար, վատ խորհրդատու է, որովհետև մարդ կարող խճճվի, այնքան տարատեսակ բաներ է ասում, այնքան ուղղություններով է կասկածներ ներկայացնում, որ բժիշկը կամ պացիենտը կարող խճճվեն, բայց սա նաև ինչով է լավ։ Տեսեք, բժիշկների համար եմ ասում, հիվանդը երբ որ քեզ ինչ-որ բան է հարցնում կամ մի քանի սիմպտոմներ է նկարագրում, հատկապես տարիքավոր հիվանդները, ու մոտ կոմորբիդ ենք ասում, ուղեկցող շատ հիվանդություններ կան, թե շաքար, թե ճնշում, կամ քաշի ավելցուկ, կամ նախկինում տարած վիրահատություն եւ այլ, այդ ամբողջ ինֆորմացիան բժիշկի գլուխը ծանրաբեռնում է, բայց բժիշկը այդ ամբողջ մտավոր աշխատանքը անում եւ ինչ որ վերջնական եզրահանգում է տալի պացիենտին, պացիենտը տենց էլ չի հասկանում, թե այդ բժիշկը այդքան ինչ էր մտածում։ Ավելի պացիենտն ասում է, հա դե ինչ արեց որ, չէ, ծանոթ բան է, չէ, ասում է ինչ արեց որ մի ճնշումս էլ չչափեց։ Այս արհեստական բանականությանը երբ որ տալիս ես այդ նույն խնդիրը, ու ինքը սկսում է վերլուծել, պացիենտը ավելի լավ է հասկանում, թե բժիշկը այդ մի քանի րոպեն, որ լուր մտածում էր, իր գլխում ինչա տեղի ունենում։ Կոպիտ ասած, բժշկի ուղեղում տեղի ունեցածը տեքստային ձևով արհեստական բանականությունը ցույց է տալի հիվանդին։ Ու հիվանդը մի փոքր ավելի բարձր է գնահատում այդ բժշկի արած աշխատանքն ու չարչարանքը։ Այսինքն հիվանդը, ով արհեստական բանականությունից օգտվում է իր առողջական խնդիրները պարզաբանելու կամ հասկանալու համար, այդ հիվանդը ավելի բարձր կգնահատի բժշկին, որտեղ արդեն հասկանում է բժշկի գլխում ինչ մտքեր գնացին եկան։ Ավելին, բժիշկը, որ օրինակ, հա, մեր գաստրոենտերոլոգիայում ընդունված է, աչուձախ հելիկոբակտեր ստուգել։ Ինչ պատմում է, մի հատ բերանից հոտա հելիկոբակտեր, գղտոցա հելիկոբակտեր, այրոցա հելիկոբակտեր, լուծա հելիկոբակտեր, արյունային արտադրություն տուալետ գնալուց էլի հելիկոբակտեր, ընդհանուր թուլություն էլի հելիկոբակտեր։ Ինչ պատահի հելիկոբակտեր են միած ստուգում կամ վկնատություն, դիսկոմֆորտ էլի հելիկոբակտեր։ Նույնիսկ մարդիկ, ում մոտ հելիկոբակտեր չկա, նորից ստուգում են հելիկոբակտեր։ Մարդիկ, ովքեր գաստրոսկոպիա են անցել եւ բուժում են անցել, նորից ստուգում են հելիկոբակտեր։
Արհեստական բանականությունը ցույց է տալի, որ ինքեր այդքան հերիք անգրես հելիկոբակտերի հետևից 100 ուրիշ դիագնոզ կա։ Մի ուրիշ օրինակ էլ բերեմ, կամ կարող եք դուք ստեք բանը, տես ինչ ասում Արտակը, ասում է ողջույն Հայկ ջան, ես այդքան էլ չեմ վստահում ԱԲ էությանը։ Լսի, արհեստական բանականությունը դա գործիք է, ոնց որ մուրճը, չագուջը, դա գործիք է։ Ոնց որ, չգիտեմ, հաշվիչը, կալկուլյատորը։ Հիմա դու կարող ես կալկուլյատորին չվստահել։ Այո, եւ թվաբանությունը, բազմապատկումը, բաժանումը միշտ մտքում անես կամ գրիչ թուղթ ու գրիչով գրես ջնջես։ Դա արդեն հարց չկա, բայց ես գրեթե հնարավոր չի լինի մի հաշվապահ կամ մի մաթեմատիկ կամ թվերի հետ աշխատող մեկը, ով դնի ամեն ինչ անձամբ բանը ստուգի, հա։ Դրա համար կալկուլյատորը շատ լավ գործիք է։ Նույն ձև արհեստական բանականությունը ընդունեք որպես կալկուլյատոր։ Այսօրվա հետաքրքիր դեպքերից մի քանի բան էլ ասեմ, որովհետև օրը անցնում է, օրը արդեն իմ աշխատանքային օրը ավարտվել է, մեր աշխատանքային օրը երկար չի տևում, մինչև 2:30։ Ուրեմն տեսեք ինչն է հետաքրքիր։ Այո, կոնսուլտացիաներին շատ է օգնում, բայց գործիքային հետազոտությանը դեռ բավականաչափ չի օգնում, մասնավորապես ինչ վերաբերում է սոնոգրաֆիկ հետազոտությանը։ Ինչու՞։ Որովհետև եթե համակարգչային շերտագրությունը կամ MRT-ն ստանդարտ դիրքերից արված նկարներ են, այսինքն ստանդարտ է աշխարհի բոլոր համակարգչային շերտագրության եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ապարատները նույն ձևի պացիենտը պարկում է, մտնում է այդ սկաների մեջ, սկաները ստանդարտ դիրքերից նկարում է եւ արհեստական բանականությունը կարա դա վերլուծի եւ կարծում եմ առաջիկա տարիներին բավականին մեծ մասնակցություն կունենա արհեստական բանականությունը այս տվյալների վերլուծությանը։ Բայց ինչ վերաբերում է սոնոգրաֆիային, ես հիմա ցույց տամ, այսօր մի քանի նկարներ բան կանենք։ Այս սոնոգրաֆիայի նկարները ստանդարտ դիրքից չեն։ Սոնոգրաֆիայի դատչիկը որոշակի տեղամաս կարա դնի, կան ստանդարտ դիրքեր նկարահանման, բայց սոնոգրաֆիայի արդյունքը էականորեն կապված է, թե բժիշկը ինչքան լավ կարա բացահայտի, նկարահանի եւ ինչքան լավ է նկարահանված, այնքան արդյունքներն էլ ավելի այնքան էլ տեղեկությունը մեծ է, հա, այնքան ավելի հետազոտությունն ինֆորմատիվ է։ Ինչքան վատ է նկարահանված, այնքան տեղեկությունը աղքատիկ է։ Նույնը կախված է պացիենտի հետ, հա, կարան լինեն, ասենք, մեծ քաշով պացիենտներ, որոնց մոտ դժվար լինի լավ նկարահանում իրականացնելը, կարող են լինել, չգիտեմ, աղիքային որոշակի վիճակ, ցավերի մեջ պացիենտ, օրինակ ցավի ժամանակ չես կարող նորմալ սեղմես, որ նորմալ նկարանես։ Այսօրվա առավոտյան ինձ սրտխառնոց փսխումային համախտանիշով եւ որովայնի ցավերով պացիենտ է դիմեմ եւ ցույց տամ, ինձ թվում է ձեզ հետաքրքիր կլինի։ Ահա, պացիենտ է դիմել եւ այստեղ սա երիկամն է պացիենտի։ Այս սևը, որ տեսնում ենք, այսա մեզն է եւ բժիշկներն ասում են հիդրոնեֆրոզ, արկա էր ուրեմն երիկամի մեզի արտահոսքի խանգարում, այսինքն միզածորանի խցանում, միզածորանի խցանող քարն էլ այս սպիտակ քարն էր։ Այս ինչը սպիտակ է սոնոգրաֆիայի վրա, դա կամ քար է, կամ կալցիֆիկատ է կրակալում, այսինքն էլի քար է, կամ օդ է, գազ է, մի խոսքով այս դեպքում քար էր, եւ այստեղ էլ ուրեմն երիկամը նաեւ չափերով մեծացած։ Այս առավոտվա պացիենտ էր։ Ստեղ փագեմ։ Այդ նույն պացիենտի մոտ ունեինք երիկամում քար էր։ Այդ նույն պացիենտի մոտ էս լեղապարկն է, էլի սևը լեղին է, էսի արյունատարանոթ է, էս էլ քարերը, սպիտակները քարերն են։ Սևը լեղապարկն է, էս էլ քարերն են։ Կողքը լյարդային հյուսվածք։ Այսա արհեստական բանականությունը չի կարող անել, եւ սա արդեն կախված է կոնկրետ բժշկի ձեռքից։ Բժիշկը ինչքանով կարա սա բացահայտի։ Իհարկե, այստեղ մի ուրիշ հետաքրքիր բան էլ կար, դա էլ ցույց տամ այսօրվա պացիենտներից։ Մի շատ հետաքրքիր դեմ էր, ընդհանուր գանգատներով պացիենտ էր։ Ինչի չի բացում։ Ընդհանուր գանգատներով պացիենտը նշում էր, որ մարսողությունը խախտված է։ Ես ասում ինչով է ձեր մարսողությունը վատ,
Դե ասում եմ մարսողությունս լավ չի։ Ահագին մեծ նույնիսկ վեճի է հասել այդ մեր քննարկումը։ Ինչու է վեճի հասել, որովհետև երբ որ պացիենտ օրինակ ասում է ես վատ եմ շնչում, էլի հասկանալի է։ Երբ որ պացիենտ ասում է ես վատ եմ ծամում, էլի հասկանալի է։ Երբ որ պացիենտ ասում է ես չեմ կարող աստիճանները բարձրանալ, հասկանալի է։ Բայց երբ որ ասում է ես վատ եմ մարսում, դու չես հասկանում դա ինչա նշանակում։ Սրտխառնոց է, վքնատություն է, փսխում է, փորկապություն է, լուծ է, էլ ինչ ասեմ, փորի ցավ է, փորի որ հատվածի ցավ է, մեջքի ցավ է, ինչ ասես կարող է լինի ու դրա տակ մարդիկ ասեն, որ ինքը լավ չի մարսում։ Արտակ Օհանյան ասում է ԱԲ-ի կիրառման միջոցով հետագա հնարավոր մանիպուլյացիաները անխուսափելի են, հա։ Արտակ ջան, ավելին ասեմ, մանիպուլյացիաները առանց արհեստական բանականությամբ անխուսափելի են։ Եթե ձեզ թվում է, թե հիմա մանիպուլյացիաները չեն արվում, բժիշկների մոտ, լաբորատորիաներում, դեղատներում, դե նույնիսկ գիտական հետազոտություններում, ուղեցույցները գրվելիս, կոնֆերանսներում, բժիշկներին պաշտոնի նշանակելուց, աշխատանքի նշանակելուց կամ չնշանակելուց, այդ բժիշկներին գործից հանելուց, ամբողջ առողջ, չգիտեմ, գործիքները առնելուց, գործիքները ծախելուց, սարքավորումներ եւ այլն, հիվանդանոցից բռնցած մինչև այն ամենա գյուղական ամբուլատորիա, ամեն քայլափոխի մանիպուլյացիաները կան, այնպես որ արհեստական բանականությունը չի գալիս այդ մանիպուլյացիաները մեծացնելու, այդ մանիպուլյացիաները այսպես թե մեզ համար անդուր կան եւ արհեստական բանականությունը ընդամենը մի բան է անելու, այնտեղ երիկամը մենք տեսանք, այստեղ մի հատ էլ հետաքրքիր դեպք ցույց տամ, ում հետաքրքիր է, տեսեք, ուրեմն սա երիկամն է, ընդհանուր առմամբ երիկամը ընդհանուր ֆոնից պետքա գույնով տարբերվեր, ավելի գորշ գույնի լիներ, այստեղ գորշության սանդղակն է, մենք ծեր սպիտակ էկրանի վրա ենք տեսնում, էլի, գույնը միացնում ենք արյուրան հոսքը գնահատելու համար, կամ չգիտեմ, մեզի հոսք ենք ուզում տեսնենք, այդ դեպքում գույն ենք միացնում, ուրեմն ահա այս գորշության սանդղակով, այսպես ասած, պետքա ավելի մուգ լիներ երիկամը, բայց այստեղ շաքարային դիաբետով պացիենտ է եւ նրա երիկամները երկու կողմից փոփոխված էին, սա աջ երիկամն է, սա ձախ երիկամն է։ Երկու կողմից խիստ փոփոխված էին, ըստ էության, այստեղ կար երիկամային անբավարարություն շաքարային դիաբետով պացիենտի մոտ, ում մոտ ենթադրում եմ վատ մարսողությունը, որը միջև վերջ տենց չհասկացանք ինչա։ Նու ընդհանուր նկարագրություն տվեց առանձնակի մի քանի բան մանրամասնեց, բայց այդպես էլ պացիենտի բուն խնդիրը այդպես էլ միջև վերջ չհասկացանք։ Ենթադրում ենք, որ կարա երիկամային անբավարարության հետ կապված ընդհանուր ինքնազգացողության վատ լինելը, որը սննդից հետո կարող է մի փոքր ավելի արտահայտված դառնում պացիենտի մոտ առաջ էր բերել մի խոսքով գաստրոենտերոլոգի կարիք պահանջ եւ ես կարծում եմ որ այստեղ մենք երևի թե հիմնական ուղղությունը տեղաշարժվի դեպի էնդոկրինոլոգների եւ նեֆրոլոգների, այսինքն երիկամների մասնագետի եւ դիաբետով շաքարային դիաբետի մասնագետների կողմ, ինչ մեզնից հասնում է մենք իհարկե կանենք, բայց համենայն դեպս այստեղ խորհրդատվությունը տանում է այդ ուղղությամբ։ Եվ այսպես ես կաշխատեմ առաջիկայում այս հարցերին անդրադառնալ եւ մի նպատակ էլ կա այս կոնսուլտացիաներս ժողովուրդ ջան մեր ժողովրդին թվում է հիվանդների հարազատներին թվում է թե որ բժիշկը քաղաքական հարցերով սրտացավ է քաղաքականություն անում երևի նա առանձնակի ուրեմն բժշկության հետ կապված ուշադրությունը երևի թուլացրել է կամ ժամպուլսին ձեռքը զարկերակին չի պահում ես միշտ եղել եմ ձեռքս բժշկագիտության զարկերակին պահած միշտ հիմա արդեն որոշել եմ էլ ավելի այս հարցի վրա խորանալ թեև էլի եմ ասում քաղաքականությունը ամենօրյա իմ զբաղմունքն է բայց բժշկությունը պակաս կարևոր զբաղմունք չի եւ ես հույս ունեմ 2-3 տարի հետո ունենալ բժշկության մեջ ունենալ այսինքն մեր երկրում ունենալ բժշկության մեջ արհեստական բանականության շատ խորը ներգրավվածություն, շատ խորը։ Մի այլ կարգի հավատում եմ այս նորությանը եւ եթե ես վաղուց օրինակ բժշկական ուղեցույցեր կամ ապացուցողական տվյալներ չէի ներկայացնում, ինչի։ Դե ասում եմ ամոթ է էլի։ Էլ ինչի վեր կենամ, չգիտեմ, պատմեմ խոցային կոլիտ, կրոնի հիվանդություն,
Ինչ պատմեմ ենթադրենք, չգիտեմ։ Ֆոլիկուլյար հիպերպլազիա տերմինալ իլեում կամ իզոլացված տերմինալ իլեիդ, օրինակ, կամ չգիտեմ, լյարդի ցիրոզ ճարպային լյարդ եւ այլ, ինչ պատմեմ, ամեն ինչ արդեն գրած է, ով ուզի կարա Google անի, տեսնի։ Հիմա ես գտել եմ այդ նորությունը, որը բժշկության մեջ պիտի արվի։ Այսինքն այն ժամանակ, երբ որ նոր առաջի տեսանյութերն էր թույլ տալիս Facebook-ը, միշտ չէր որ լայվ հնարավորություն կար, հենց Facebook-ը լայվի հնարավորությունը ստեղծել է, դա 15 թիվներ, 16 թիվներ չեմ հիշում, որ երբեր որ է, հենց առաջի հնարավորությունը ստեղծել է, այն ժամանակ Լիդիա Այվազյանի հետ միասին էինք աշխատում, սննդաբան դիետոլոգ, Լիդիա Այվազյանի հետ, հետագայում Սևան Իրիցյանը, հետագայում որն է, մի քանի օրվա ընթացքում Սևան Իրիցյանի հետ այդ քննարկումներն արեցինք ու այդ ժամանակվանից մենք արել ենք on-line կոնսուլտացիա, նորություն էինք բերում բժշկական պրակտիկա, այդ on-line կոնսուլտացիաները, այդ քննարկումները եւ այլն։ Հիմա աչուձախ podcast են անում, բան են անում, շատ ողջունում եմ, ինձ դուր ա գալի, շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ այդ մարդկանց իրանց այդ նախաձեռնության հետ կապված, բայց հիմա նորություն կա անելու ու դա արհեստական բանականությունն է, բժշկական պրակտիկա։ Ես հա ցույց եմ տալու։ Եվ ես ուզում եմ զգուշացնել, ժողովուրդ ջան, Շվեյցարիայում падգամավորները, պարլամենտի падգամավորները, ուրեմն ըստ օրենքի զբաղվում են նաև իրանց բուն մասնագիտությամբ։ Իսկ ոչ թե գնում են այնտեղ միայն պետական բյուջեի հաշվին աշխատավարձ ստանում, այլ նաև ամեն մեկը զբաղվում է նաև այն գործով, որ անում էր միջև պարլամենտում падգամավոր դառնալը։ Ինչու՞, որպեսզի կյանքից չկտրվեն, որպեսզի շարունակեն շփվել մարդկանց հետ, այդ Շվեյցարիայի կարգ ու կանոնն եմ ասում, որպեսզի նույնիսկ ազգային ժողովի падգամավորը հաղորդակից լինի ամեն օր արկա մարդկանց խնդիրներին, մարդկանց կյանքում եղած խնդիրներին եւ իր ոլորտում եղած խնդիրներին։ Այսպիսով, նույն տրամաբանությամբ, քաղաքականությամբ ես զբաղվելու եմ առաջիկա տասնյակ տարիները, այդպես եմ տրամադրված, առաջիկա տասնյակ տարիները իմ կյանքի ես տրամադրելու եմ քաղաքականությանը, բայց դա պիտի լինի իմ բուն մասնագիտության, բժշկության հետ զուգահեռ, անկախ նրանից, թե ես ինչով կզբաղվեմ քաղաքականության մեջ, դա պետք է լինի իմ բուն բժշկական գործունեությանը զուգահեռ։ Եվ ահա թե ինչու ես այնուամենայնիվ որոշեցի էլի լայվեր անել բժշկական թեմայով եւ արդեն արհեստական բանականության, ես առաջիկայում նախապես կհայտարարեմ, դուք ձեր հարցերը կգրեք մասնագիտական, մենք արհեստական բանականության հետ ընդհանուր բան կանենք, հա, դա կներկայացնենք։ Եվ էլի ամեն անգամ անդրադառնալու եմ սոնոգրաֆիային, ինչու, որովհետեւ հարգելիներս սոնոգրաֆիան դա այն է, ինչը նու առաջիկայում արհեստական բանականության դժվար թե կարողանա դա անել, եւ սոնոգրաֆիան դա այն մեթոդն է, որ պիտի որ թերապևտը կամ լավ կլինի, որ թերապևտը տիրապետի եւ իր մասնագիտական գործունեության հետ դա իրականացնի։ Այս պացիենտներին, որ ես ցույց էի տալիս սոնոգրաֆիկ, այս են պացիենտները չեն, որ եկել են ինձ մոտ հատուկ սոնոգրաֆիայի համար։ Նու այդպես էլ է պատահում։ Բայց այս երկու դեպքը, որոնք նու հետաքրքիր էին, ինձ մոտ եկել էին հենց գաստրոենտերոլոգիական խորհրդատվության համար։ Եվ գաստրոենտերոլոգիական խորհրդատվությունը ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելով երկու տեխնոլոգիա՝ ուլտրաձայնային հետազոտություն եւ արհեստական բանականություն։ Ինձ թվում է շատ ավելի մեծ արդյունք է տալիս բժշկի համար, գուցե նաեւ պացիենտի համար, հուսամ կգնահատեն։ Շատ ավելի մեծ արդյունք է տալիս, քան անզեն կոնսուլտացիան։ Մի խոսքով տեխնոլոգիաները իրանց հնարավորությունը ընձեռում են, մենք պետքա բարի լինենք, թամբալություն չանենք, ջանք չխնայենք եւ օգտագործենք։ Այսպիսով ամփոփելով վերջին այս խոսակցությունը ամփոփելով ուզում եմ մի թեթև քաղաքական, այսպես շեղում անեմ, դուք տեսեք տեխնոլոգիաները ինչ են անում։ Մենք տեսանք Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի վրա, մենք վերջում էլ տեսանք այս օրերին հələ դեռ շարունակվում է Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Իդեպ Իսրայելի եւ Իրանի պատերազմին կամ հակամարտությանը մեր այս օրերում տեղի ունեցող ես երեկոյան ուղիղ եթերում անպայման կանդրադառնամ, անպայման հարցերը գրեք իմ Facebook-յան պատին ստատուսը գրած է, տակը դրացեք ձեր հարցերը, եթե դա հետաքրքիր է, անպայման դրանց ես կանդրադառնամ։ Բայց տեսեք տեխնոլոգիաներն ինչ են անում։
Եվ մեզ համար պետք է շատ սովորական ամենօրվա բան լինի արհեստական բանականությունից եւ ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելը։ Իմ պրակտիկայում մինչև հիմա դա միայն սոնոգրաֆիան էր, որպես տեխնոլոգիա, այսօր ավելացավ արհեստական բանականությունը։ Գրեթե բոլոր հիվանդները անցնելու են արհեստական բանականության հետ կոնսուլտացիա։ Այլևս այդպիսին է պրակտիկան։ Կոչ եմ անում, խորհուրդ եմ տալիս, այս բանը փորձել նաև իմ գոլեգաներին, փորձեք, եթե տեսնեք, որ դա ձեզ ոչ մի նոր բան չի տալիս, եթե նույնիսկ ձեր հիվանդներին կարծում եմ տալիս է այն, որ բժիշկը ամբողջ ծավալով ուշադրություն դարձրեց իր խնդիրներին եւ ձեր հիվանդներին դա կտա այն, որ նրանք ավելի լավ կգնահատեն ձեր արած չարչարանքը, որովհետեւ տեքստային ձևով ձեր ուղեղում տեղի ունեցող այդ ամբողջ վերլուծական process-ը իրանք արդեն ամբողջությամբ տեքստային ձևով կպատկերացնեն։ Դες ինչա գրել, Էլենա, ուզում եի ավարտել, բայց հենց հիմա այդ հարցը գրեմ։ Ուրեմն ստամոքսը ու վեստիբուլյար ապարատը կարող են ինչ-որ սպիտակներով ստամոքսը եւ իմ կարծիքով, եթե վեստիբուլյար ապարատի հետ կապված խնդիրներ են, ենթադրում հավասարակշռության կամ սրտխառնոցի հետ կապված հարցեր են, եւ ստամոքսը նույնպես սրտխառնոցի հետ կապված կարա իմպուլսներ ուղարկի դեպի սրտխառնոցի, դեպի ուղեղ, որի արդյունքում պացիենտը սրտխառնոց կզգա։ Ամենայն հավանականությամբ հենց սրտխառնոցի մասին է խոսք գնում, առաջինը թունավորումն է, երկրորդը որ կարա լինի, եթե այլ սիմպտոմներ չկան, թունավորումն է եւ հոգեհուզական, այսպես ասած, նևրոզային խնդիրները։ Բայց հիմա հարցը գրել է Ելենա Սիմոնյանը, եկեք տվենք ստամոքսը եւ վեստիբուլյար ապարատը կարող են ինչ-որ կերպ սիմպտոմներով կապված լինել իրար։ Ահա, հարցը գրեցինք, հիմա տեսնենք ինչ է ասում։ Այո, ստամոքսը եւ վեստիբուլյար ապարատը, հատկապես ներքին ականջում գտնվող հավասարակշռության համակարգը կարող են որոշ դեպքերում փոխկապացված լինել սիմպտոմներով ազդել միմյանց։ Հիմնական կապերը վագուսային նյարդի միջոցով հավասարակշռության կենտրոնը խախտվելու դեպքում առաջանում է ստամոքս եւ ստամոքսի դատարկման, այսինքն փսխում։ Ստամոքս եւ փսխում։ Շարժման հիվանդություններ։ Տիպիկ օրինակ է motion sickness։ Տիպիկ օրինակ է, երբ ուղևորության ժամանակ մեքենայով, նավով երբ որ գնում եք, մարդ սկսում է զգալ սրտխառնոց, փսխում, որովայնային տհաճություն, սա վեստիբուլյար համակարգի պատճառով է։ Վեստիբուլյար նևրիիտ Մենիերի հիվանդություն, այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում, բայց այս հիվանդությունը բացի գլխապտույտից կարող է նաև ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով։ Հələ նայեք, ինքը մեզ հետ հիմա համ գաստրոենտերոլոգիական, համ էլ քիթ-կոկորտ աղանջաբանական լոր կոնսուլտացիա է անում։ Ուրեմն դրանք ավելի շատ վեստիբուլյար ծագման սիմպտոմներ են, բայց ուժեղ արտահայտվածության դեպքում ներառում են նաև ստամոքս աղիքային ռեակցիաներ։ Ստրես, վեգետատիվ դիսբալանս, 4-րդ կետը։ Որոշ հիվանդություններ, ինչպիսիք են ֆունկցիոնալ դիսպեպսիան կամ վեստիբուլյար նևրոզը, կարող են միաժամանակ առաջացնել եւ ստամոքսի գանգատներ, սրտխառնոց, այրոց, ախորժակի փոփոխություն եւ վեստիբուլյար գլխապտույտ, օդիլոպսիա, չգիտեմ ինչա, գանգատներ ստրեսային ֆոնի վրա։ Օրինակային սցենար։ Հիվանդն ասում է. գլխապտույտ ունեմ եւ սրտխառնոց առանց ակնհայտ ստամոքսի ախտաբանության։ Սա հաճախ վեստիբուլյար ծագման է։ Մյուս կողմից գաստրիտ կամ դուոդենիտ ունեցող անձը կարող է գլխապտույտ զգալ սրտխառնոցի հիպերկամ դեղորայքի պատճառով։ Հիմա տեսեք ես ինչ եմ ասում։ Իսկ եթե գլխապտույտ չկա, գլխապտույտը դա վեստիբուլյար, հա, ավելի շատ բան է։ Միջին ականջի հետ կապված այսպես։ Հիմա գրում ենք իսկ եթե գլխապտույտ կներեք պիտի դնեմ իսկ եթե գլխապտույտ չկա, մի պարամետր հանում ենք եւ միայն հենց էլ կոնսուլտացիա ենք անում եւ միայն սրտխառնոցն է
Իսկ եթե գլխապուտի չկա եւ միայն սրտխառնոցն է, եթե գլխապուտը բայց արկա է սրա, ավելի վեստիբուլյար համակարգի մասնակցությունը արդեն նայ, վեստիբուլյար ապարատի մասնակցությունը արդեն դառնում է ավելի քիչ հավանական, բայց որոշ դեպքերում այնուամենայնիվ չի բացառվում։ Ասում եմ վեճի չդնես, արխային էլ չունես։ Ահա մի քանի տարբերակներ եւ սրտխառնոց կարող է առաջանալ առանց գլխապտույտի, բայց որոշ կապ ունեն, ենթադրյալ կապ ունեն վեստիբուլյար համակարգի հետ։ Հնարավոր պատճառներ՝ վեգետատիվ նյարդային համակարգի գերակտիվացում, երբեմն ասում առանց գլխապտույտի։ Այս սիմպտոմը կարող է արտահայտվել միայն որպես սրտխառնոց, գունատություն, քրտնարտադրություն, երբեմն սինկոպեիզմի ուշագնացության նշաններ, գաստրոենտերոլոգիական պատճառներ, գաստրիտ եւ այլն, գիտենք, հենց եթե դրան է ես տանում, որ դրանք ավելի շատ արդեն ոչ վեստիբուլյար խնդիրներ են, եթե չկա գլխապտույտ։ Հորմոնալ կամ դեղորայքային ազդեցություններ, օրինակ, հիպոգլիկեմիա, երբ որ շաքարը ընկնում է, երբ որ վահանագեղձը լիարժեք չի աշխատում, որոշ հակաբիոտիկներ կամ օփիոիդները բանը, դե նարկոտիկ ցավազրկողներ են, կարող են առաջացնել միայն սրտխառնոց առանց գլխապտույտի։ Վեստիբուլյար համակարգի նյարդաբանական փափուկ խանգարումներ, փափուկը ճակերտների մեջ, որոշ հիվանդների մոտ հնարավոր է ունենալ վեստիբուլյար միգրենի կամ վագուսային ռեակցիա տիպի սիմպտոմներ։ Իդեպ միգրենոզ գլխացավերը ուղեկցվում են սրտխառնոցով եւ փսխումներով, հաճախ։ Նույնը կա այսպես կոչված աբդոմինալ միգրեն, որովայնային միգրեն ախտորոշում, որը դրսևորվում է որովայնի ցավերով եւ սրտխառնոցներով։ Աբդոմինալ միգրենը այսպես կոչված եւ միգրենը հիմնականում իրար նման են բուժվում, հա, աբդոմինալ միգրենի բուժում շատ ենք իրականացել, ցիկլիկ փսխումային համախտանիշ այլ կերպ կոչվում է, պարզապես ցիկլիկ փսխումային համախտանիշի ժամանակ, երբ որ բարբերաբար ժամանակ առ ժամանակ մարդը 1-2 օրով փսխումներ ունենում, ցիկլիկ փսխումային համախտանիշի ժամանակ որովայնացավը կարող է այդքան էլ արտահայտված չլինի կամ ընդհանրապես չլինի։ Երբ որ որովայնացավն էլ տիպիկ արտահայտված է, այդ դեպքում աբդոմինալ միգրեն դիագնոզը կարելի է դնել, բայց այդպիսի դեպքերում կրկնվող որովայնացավեր 1-2 օրով եւ փսխումային համախտանիշ պետք է նաեւ մտածել, որ հնարավոր է օրգանիզմում կոլխիցինի պակաս լինի։ Այս արտահայտությունը ճակերտներում եմ իրականացնում, գոլեգաներս կարծում եմ հասկացան ինչի մասն է խոսքը։ Ահա կոլխիցինի պակասի հետևանքով երբեմն կարա օրգանիզմում լինի կրկնվող որովայնացավեր եւ փսխումներ, այս դեպքում աբդոմինալ միգրենից պետք է դիֆերենցիալ տարբերել։ Հիմա ինչ ասում, ինչ ուսումնասիրել կամ բացառել։ Սիրուն գրած է գաստրոենտերոլոգ վեգետատիվ դիսֆունկցիա, նյարդաբանական վարկած, մետաբոլիկ։ Հələ նայեք։ Ներքևից եմ գալի, գլյուկոզ էլեկտրոլիտներ, վահանագեղձի ֆունկցիա, կրեատինին, հետո վեստիբուլյար քննություն, EEG, հետո օրթոստատիկ թեստ, ստրեսի գնահատում, հետո էնդոսկոպիա, հելիկոբակտեր քննություն, լյարդի եւ լեովիների ուլտրաձայնային հետազոտություն։ Հիմա տեսեք, այս մի հարցից, հարգելիներս, այս մի պուճուր Ելենան մի պուճուր կարծես թե ստից հարց էր տվել, չէ՞։ Եթե ես հրաժարվեի Ելենայի կամ ասենք նամակա գրե Ելենան, սա ինձ եւ այս մի պուճուր ստից հարցն է տալի։ Ելենան չի պատկերացնում այդ հարցին պատասխանելու համար ինչքան պիտի ընդլայնվես։ Դու մի հսկայական դասախոսություն կամ միկրո դասախոսություն պիտի կազմակերպես, որպեսզի կարողանաս Ելենայի հարցին պատասխանել։ Եվ երբ որ դու չես ուզում այդ հարցին պատասխանել, թվում է թե գոռոզություն ես անում, թամբալություն ես անում, անհարգալից ես վերաբերվում։ Ոչ ժողովուրդ ջան, հայց սրա մասին եմ խոսում։ Տեսեք մի պուճուր ստից հարցը, մի պուճուր հարցը, դուք տեսեք ինչ կարգի տեքստային ձևը տեսեք դրան։ Ահա, այստեղ հարցն եմ գրել, հիմա տեսեք։ Ահա այդ մի պուճուր հարցը մի ճշտող հարցել իմ կողմից ավելացրի, տեսեք ինչ կարգի նյութա մեզ տրամադրում արհեստական բանականությունը։ Սրանով հիվանդները, պացիենտները ավելի լավ են հասկանում, թե բժիշկը ինչով է զբաղված։ Հիմա մի հարց էլ կարդամ ու փակենք թեման, հա։ Վարդը հարցնում է, հարգելի բժիշկ, իսկ բժշկական պատասխանատվությունը ով է ստանձնում։ Ես եմ ստանձնում, ով ստորագրություն է դնում թղթի տակ, այն է ստանձնում է։ Բժիշկը թե արհեստական բանականությունը։ Բժիշկը, միայն բժիշկը։ Որտեղ վերջին հաշվով այդ ամբողջ դա գործիք է, հիմա սոնոգրաֆիայի
Ես չեմ կարող, երբեմն կարամ ասեմ, ապարատը լավը չէ, լավ չի երևաց, ասենք թե։ Բայց եթե ապարատը լավը չէր, ինչի էր աշխատում այդ ապարատի վրա։ Հասկանում եք։ Եթե ապարատը լավը չի, լրացի ստուգում նշանակի։ Դա էլ է տարբերակ։ Մի խոսքով բոլոր դեպքերում ապարատը կապ չունի, արհեստական բանականությունը դա ընդհանրապես գործիք է։ Ինքը պատասխանատվություն չի կրում, ինքը մեծ հնարավորություններ է անձեռում, ինքը արագություն է տալի քո աշխատանքի, ինքը գործիք է, պատասխանատվություն կրում է բժիշկը իր դրած ստորագրությունով։ Այ այսքանը, թերևս այսօրվա համար։ Իրիկունը հետևեք Իրանի եւ Իսրայելի միջև այս պատերազմական գործողությունների վերլուծականս եմ ներկայացնելու պատասխանելով Facebook-յան հարցերին, որոնք գրվում են հենց հիմա իմ պատին։ Կարող եք գնալ դուք էլ ձեր հարցը գրել։ Եվ այսպիսով ինտելեկտուալը բժիշկը իմ կարծիքով ճիշտ է, որ ինտելեկտուալը զբաղվի քաղաքականությամբ, իսկ քաղաքականության զբաղվողն էլ իմ կարծիքով ճիշտ է, որ այնուամենայնիվ շարունակի կյանքից չկտրված չլինի, շարունակի շփվել մարդկանց հետ իր բուն մասնագիտությամբ եւ լավ կլինի, որ մարդիկ այնուամենայնիվ իրենց տունը պահեն ճակատի հալալ քրտինքով, իրենց վաստակը ապահովեն ճակատի հալալ քրտինքով, դա ինչ որ մի մասնագիտությամբ զբաղվելն է։ Իսկ քաղաքականությունը լավ է, դա էլ պիտի լինի, բայց չեմ կարծում, որ քաղաքականությունը պետքա նստած լինի պատվերների, հովանավորների եւ չգիտեմ, պատվիրատուների, հովանավորների կամ պետական բյուջեի վրա։ Դա պետքա մարդը այնուամենայնիվ ճիշտ կլինի, որ մարդը իր ճակատի քրտինքով իր հացը վաստակի, ինչպես Եդեմի պարտեզից արտաքսելուց մեզ ասել է բանը Աստված, ինձ ասել է Հայր Աստված կամ Աստված։ Եդեմի պարտեզի մասին էլ երկու բառով, ես սիրում եմ այս թեմաները մի քիչ կատակով, մի քիչ լուրջ, բայց վերանայել, Եդեմի պարտեզից արտաքսվելն էլ դա ծնունդն է։ Երբ որ մարդը օրգանիզմը գտնվում է մոր արգանդում, ներորովայնային, հա, ներարգանդային կյանքում, նա գտնվում է Եդեմի պարտեզում։ Ոչ աշխատում է, ոչ մի բան չի անում, ինքը իր համար քեֆ է քաշում։ Հա, դա Եդեմի պարտեզն է։ Բոլոր մարդիկ իրենց սկիզբը ուրեմն սկսել են Եդեմի պարտեզում, ներարգանդային կյանքում։ Այ երբ որ մարդը ծնվում է, լույս աշխարհ է գալիս, կարծես թե արտաքսվում է Եդեմի պարտեզից, գալիս է արդեն մեր աշխարհ, իսկ մեր աշխարհում կա փուշ, կա ցավ, կա տառապանք, եւ պիտի դու քո ճակատի քրտինքով քո հացը վաստակես։ Ահա, թերևս այսպես, այսքանը։ Հարգելիներս, այնպես որ քաղաքականություն, բժշկություն զուգահեռ տանում ենք եւ ես կարծում եմ սա լավ մտավորականի, պատասխանատու մտավորականի հարիր պահվածք է։ Բժիշկներ ջան, ակտիվացեք, ընդհանրապես ինտելեկտուալներ եւ ոչ միայն ակտիվացեք, քաղաքականությունը ձեզ է սպասում։ Իսկ քաղաքական գործիչներ, դուք էլ մի բանում քրտնեք, քրտինք թափեք, մարդկանց հետ շփվեք, որ կյանքից չկտրվեք, ինչպես Շվեյցարիայում են անում։ Ելենա, չգիտեմ արդեն կոնկրետ ձեր դեպքում ինչն է խնդիրը, չեմ կարող ասել։ Կոնկրետ ձեր դեպքում, այո, վեստիբուլյար խնդիրը կարա պրոբլեմ ունենա։ Իսկ այն որ ձեր գաստրոսկոպիայով էրոզիա են տեսե, չգիտեմ, ամեն 3-4 պացիենտին առողջ մարդուն, ամեն 4 պրակտիկ առողջ մարդուն տարեք գաստրոսկոպիա արեք, ունդե էրոզիան կտեսնեք։ Դա դեռ չի նշանակում, որ էրոզիան է պրոբլեմի պատճառը։ Այո։ Ու արհեստական բանականությունը սա շատ լավ է հասկանում, շատ լավ։ Ու թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար ցտեսից։